վերաբերյալ հաղորդումը հիմնական զեկուցող մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյան, համեցեք, խնդրեմ, պարոն Գևորգյան։ Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։ 2024 թվականի ընթացքում մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընդհանուր առմամբ նշանակել էր 3 միլիարդ 46 միլիոնից մի փոքր ավել տուգանք, իսկ բյուջե մուտքագրվել էր 1 միլիարդ 124 միլիոնից մի փոքր ավել գումար, մնացածը ենթադրում եմ հաջորդ տարիների ընթացքում կմուտքագրվեն կամ որոնք կբողոքարկվեն։ Մի քանի ինֆորմացիա ներկայացնում են հիմնական ուղղությունների հետ կապված, որոնցով մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական ֆունկցիան է, միսիան է հանդիսանում, գերիշխող դիրք, բանակցային ուժեղ դիրքի չարաշահում, հակամրցակցային համաձայնություններ։ Անցյալ տարի ընդհանուր 3 վարույթ ենք ունեցել, սրանք ամենածանր իրավախախտումներն են, որոնց համար նախատեսված է ընդունվում քրեական պատասխանատվություն, դրանց արդյունքում ունեցել ենք 1 միլիարդ 78 միլիոնից փոքր ավել տուգանք։ Մի խնդիրը վերաբերում էր բենզինին, հիշում եք ժամանակ առ ժամանակ բենզինի շուկայում գները տնտեսապես չիմնավորված մեր կարծիքով իջնում են եւ այնուհետեւ տնտեսապես չիմնավորված պայմաններով բարձրանում են, այստեղ մենք կարծել ենք, որ գոյություն ունի հակամրցակցային համաձայնություններ, խոշոր բենզին ներկրող եւ վաճառող 4 ընկերությունների կամ դրանց փոխկապված ընկերությունների միջև, ինչի արդյունքում 2024 թվականին դեկտեմբերի 10-ին հանձնաժողովը կայացրեց որոշում, որով փաստեց ընկերությունների միջև հակամրցակցային համաձայնությունները եւ միևնույն ժամանակ մենք այդ տարի ուսումնասիրել ենք բենզինի, դիզելային վառելիքի եւ ավիակերասինի շուկան ու նաեւ նայել ենք արդեն այլ տեսակի իրավախախտումներ, որ բենզինի կամ դիզելային վառելիքի մեջ մեր պատկերացումը խառնվում էին այլ ապրանքներ, արդեն ուրիշ տնտեսվարությունների կողմից եւ դա վաճառում են քաղաքացիներին, այսինքն 2024 թվականում բենզինի շուկայի մեծածավալ ուսումնասիրություն է կատարվել, որտեղ մենք բացի վարչարություն անունց տուգանելուց մի քանի կարևոր արձանագրում ենք արել։ Ֆինանսների նախարարության ներկայացրել ենք բենզինի ակցիզային հարկի փոփոխման տրամաբանություն, ինչը կարծում եմ կստիպի տնտեսվարությունների միջև բալանսի կարգավորմանը։ Հիմա տրամաբանությունը աշխատում է հետևյալ ձև, որ որոշակի գումարի պարագայում մեծացվում է, դա նշանակում է, որ որոշ տնտեսվարություններ, որոնք բենզինը կարան ավելի մեծ ծախսով ցույց տան, մեծ հաշվով ավելի քիչ հարկ են տալի, եւ եթե դուք տեսնեք բենզին ներկրողների հարկային վճարները, կտեսնենք, որ ամենամեծ ներկրողը փաստ չի, որ ամենաշատ հարկն է մուծում կամ ամենաշատ շահույթն է, շահույթ հարկն է վճարում։ Կարծում ենք, որ տրամաբանությունը այստեղ կկարգավորվի։ Հաջորդ կարևոր բանը, որ հանձնաժողովը արձանագրել բենզինի վաճառքը մեծացած շուկան պետք է տեղ ունենա տեղափոխումից առաջ թղթային ամբողջ գործընթացով եւ տեղափոխման ժամանակ պետք է վերահսկողություն լինի, որովհետեւ այդ բենզինը տեղափոխվում է մեր պատկերացման որոշակի պայեսներ, շինարարական կազմակերպությունից այդ ընթացքում տարբեր այլ նյութեր են մեջը խառնվում, որի արդյունքում ունենում ենք ոչ մրցակցային շուկա։ Երրորդ կարևոր արձանագրումը դա օկտան, նավթա կամ նման անվանումներով ապրանքների վրա մաքսատուրքի սահմանումն է, որովհետև կամ կա երկու տեսակի բենզին, դիզել բերողների համար, որովհետև այդ ապրանքը Հայաստանի Հանրապետությունում չի կարող ազատ իրացվի, մեր պատկերացումը շատ հստակ է, որ այդ ապրանքը գալիս է վերջնարդյունքում խառնվում է որակյալ ապրանքի հետ եւ բենզալցականներում ծախում վաճառվում է, որտեղ բոլոր գիշեր որ մի բան նույնիսկ 250 դրամով մի քանի բենզալցականում բենզին կա, մենք դե առակ արձագանքեցինք, ասենք որ չի կարա տենց լինի ու չի կարելի հավատալ խոսակցությունը, թե իրական բենզինի գինը 200-ը մենք չենք թողում, որովհետև դա խայծ է ընդհանրապես, դա կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք եւ այդ մարդկանց պատասխանատվության ենթարկեցինք, սակայն պետք է մի փաստ արձանագրենք, ցավալի, որ այդ մարդկանց նկատմամբ մեր վարույթները հանգեցնում են հետեւել կամ այդ մարդիկ սնանկանում են մի քանիսի վրա քրեական գործ կա, բայց երևույթը չի դադարում։ Մենք առաջարկել ենք երևույթի դադարեցման ինստիտուցիոնալ մեխանիզմ, քննարկել ենք կառավարության գործընկերների հետ, հուսում եմ դա կյանքի կկոչվի եւ այդ խնդրը հետայսու կվերանա։ Բացի այդ մենք նայել ենք նաեւ
թվային շուկան ընդեղ ունեցող փոփոխություն ընդեղ եւս մեծ տնտեսվարողներին ենք վերահսկում, սակայն այս բլոկում, քանի որ մենք երբ որ հանձնաժողովում քննարկում ենք, դա կարևոր հարցի ընդհանրապես լավ մեր մարդկանց կյանքում ինչ է փոխվում, ես ուզում եմ շատ վառ օրինակ ձեզ ցույց տամ, երբ որ էկոնոմիկայի նախարարության գործընկեր նախաձեռնել են գործարարական փոփոխություն, ազգային ժողովը հաստատեց, դա գյուղատնտեսական արտադրանքի մթերումների դեմ ուշ վճարումների պայքարի գործիքակազմներ եւ առևտրային ցանցերի, պետք է ասեմ, որ արդեն աշխատել է համակարգը եւ ես կարող եմ ձեզ թվեր ներկայացնել 2024 թվականի մայիսի 6-ին 13 մթորակից վերցա ամբողջությամբ արդեն մարել էր իր բաները առանց վարչարության, շատ կարևոր ինդեքս է եւ մնացած 7-ը հետագայում վարեցին, այստեղ մենք փորձել էինք վարչարության արդյունքում քիչ տուգանք նշանակել, դեռ առաջին անգամ այն նպատակը տուգանելը չէր, սակայն 1 միլիարդից ավել նախկին պարտավորություն մարվեց, հիմա էլ գործընթաց ունենք եւ ընդհանրապես երկրորդ տարվա ընթացքում հետ այսօր արդեն համտնտեսվարողները կսկսեն գյուղացու գումարը ժամանակին վճարել եւ մի հատ փոփոխություն եք նախատեսել, որը կարծում եմ հունիսին երկրորդ ընթերցման պետք է գա ձեր դատին, վերջերս, որ 1 ամսա փոխարեն ասում ենք 2 ամիս ենք նախատեսում, բայց երկրորդ ամսվա ժամանակ պետք է բանկային տոկոսի 1.5 անգամ, եթե չեմ սխալվում, գումարը վճարի գյուղացուն։ Եթե դուք իմ փողը պահում եք որպես գյուղացի եւ չեք օգտագործում, բարի եղեք տվեք գյուղացուն, մենք վարու չենք անի, բայց այդ 1 ամիսը որպես այսպես ասած գրեյս պիրոդ իրանց, որտեղ հասկանում ենք նաև որտեղ տնտեսվարողն ասում են, որ ձևակերպումների հետ կապված բանկային փաստաթղթերի հետ կապված ժամանակատար process է, կարծում եմ բոլորին այս որոշումը կբավարարի։ Իսկ արդեն առևտրային ցանցերով ստեղ եւս լուրջ հաջողություններ ունենք, որովհետև մոտ 4 միլիարդի պարկ է մարվել, կարծում եմ էական բան է փոխվել արդեն առևտրային ցանցերը մատակարարման հարաբերությունում, այնտեղ խնդիրները դեռևս կան, բայց կարծում եմ որ ժամանակներս էլի ստեղ կգան զրոյական կամ լավ վիճակի, նորմալ վիճակի։ Եվ մյուս բլոկը ցանկանա ներկայացնել պետական գնումների մշտադիտարկումներով ինչ են արել, շատ հատկանշական է, որ նոր առաջ ֆինանսների նախարարության գործընկերս ներկայացրեց երկրորդ ընթերցման փոփոխություն կամ առաջին ընթերցման ենթարկում գնումների հետ կապված, որ հենց հանձնաժողովի ուսումնասիրության նաև արդյունքում եղել, ոնց է պետք հանրային ծառայություն կարգող հանձնաժողովների բիզնեսներին կարգավորել։ Մի արձանագրում արել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ ասել ենք, որ մենք չունենք այն կարողությունները, որ նորմալ տեղեկատվական տեխնոլոգիայի գնման տեխնիկական փաստաթղթեր գրենք եւ մեր կողմից կազմված փաստաթղթերը կամ շատ լայն են կամ շատ նեղ են, ինչը բոլոր դեպքերում հանգեցնում է նրան, որ չի կարողան բիզնեսը ճիշտ դնել։ Եթե դուք նայեք գնանշումները, կտեսնեք, որ նույն գնման մասնակից մի ընկերություն տալիս է մի գին, մյուս ընկերություն 10 անգամ կամ 100 անգամ քիչ գին, դա նշանակում է կամ իրանք չեն հասկանում ինչ է, կամ մենք չենք հասկանում ոնց են գրում։ Մենք հակված ենք, որ մենք մի քիչ լավ չենք պատկերացնում որպես տեխնիկական բաժնի գրող, մեխանիզմ ենք դրել, մեխանիզմը շուտով կքննարկվի թվայնացման խորհրդում եւ հուսով եմ կյանքի կոչվի։ Մյուս բանը ներքին աուդիտի ծառայությունը հետ կապված է, ստեղ եւս